Այսօր կխոսանք մի պատգամի շուրջ, քարոզի վերնագիրը մարմինը կենդանի զոհ Աստծուն։ Ծոմապահություն այդպիսի մի բան է, մենք երբ որ մոտենում ենք Աստծուն, մենք ինքներս մարմնին ասում ենք ոչ եւ հոգուն ասում ենք այո, սիրելներ, ամեն։ Թող ինչ որ մարմինն է հուշում, մարմինն է մեր մեջ գրգռում, այս բաները մի կողմ դնենք եւ մոտենանք ավելի Աստծուն, երկրպագության, աղոթքին, խոսքին, այս 21 օրերը հավատացեք, կտեսնեք Աստված ինչ հրաշքներ անելու ձեր կյանքի մեջ, տարվա մեջ եւ ապագայում, սիրելներ, փառքեր Հիսուսին։ Հռոմեացիների 12:1-2 խոսքերը շատ հետաքրքիր այս խոսքերը ասում Պողոս առաքյալը, ասում է արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ եղբայրներ եւ քույրեր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Այմա տեսնում եք ինչ էր պաշտամունք։ Այս առաջի 1 ժամը որ պաշտամունք էինք անում, մենք մեր մարմինները մեր կամքով եկել ենք եկեղեցի, Սուրբ Հոգին ասելա պետք է գնաք եկեղեցի ու ձեր մարմինները պետք է հնազանդեցնեք Աստծուն, մոտենաք Աստծուն, այս սա է պաշտամունքը։ Շատեր ասում են ի՞նչ է պաշտամունք։ Ինչ ձևի պաշտամունք է Տեր ուզում է, այս տեսակ պաշտամունք, որ մարմնով, հոգով, սրտով միաբան բոլորս Աստծո ներկայության մեջ ենք։ Ձեր մարմինները Աստծուն կենդանի զոհ, մատուցեք սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը, սիրելներ։ Ամենամեծ հարցը նա է, թե ինչպես մեր մարմինները զոհ մատուցենք Աստծուն։ Ինչ զոհի մասին Աստված խոսում։ Եթե իրոք մի այնպիսի զոհը ինձանից սկսենք, առաջինը ինձ զոհենք, հետո անցնենք Խաչատուր եղբորից եւ այսպես փոխանցվենք, հա, Աստված ավելի մի մեծ զոհ ազում, սիրելներ, ավելի կարևոր մի զոհ ազում։ Այսօր այդ զոհի 3 տեսակների մասին եմ խոսալու, ամեն։ Փառքեր Հիսուսին, որպեսզի հասկանանք ինչ զոհի մասին է Աստվածաշունչը խոսում, որ ձեր մարմինները կենդանի զոհ բերեք Աստծուն։ Այս է կարևոր միտքն այսօրվա քարոզի։ Երկրորդ Օրինաց 18-րդ գլուխ 1-3 խոսքեր այսպես ասում։ Հիմնականում կարդում եմ 3-րդ խոսքը, որ Իսրայելի ազգը քահանաներին պետք է զոհ բերեին։ Եվ 3-րդ համար ասում է այս կլինի քահանաների իրավունքը ժողովրդի կողմից եւ մատուցված զոհերի կողմից, դրանք լինեն արչար թե ոչխար։ Այսօր իհարկե մենք չենք անում կենդանու զոհ այստեղ, որ Տերը մեր պաշտամունքը ընդունի, մենք չենք անում մատաղ, որովհետև մեր զոհը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Նա մեկ անգամ մահացավ խաչի վրա մեր մեղքերի համար ու մեր փրկության համար։ Փառքեր Հիսուսին, ամեն, եկեղեցի։ Բայց շատ կարևոր բան այստեղ ասում Աստված Իսրայելի ժողովրդին, որ նրանք զոհից 3 բան պետք է բերեին Աստծուն, 3 կարևոր բան։ Քահանային պետք է տրվի թիակը, ծնոտները եւ փորը։ Սա շատ կարևոր զոհի մասին եմ ես այսօր խոսում, սիրելի եկեղեցի։ Հասկանում եք։ Իսրայելի ժողովուրդ ուներ պարտականություն։ Նրանք ամբողջ զոհը բերում էին կենդանին, տալիս էին քահանային, բայց 3 բան առանձնացնում էին, տալիս էին այդ 3-ը ամենաբարձրյալ քահանային, փառքեր Հիսուսին։ Այս համարը ոնց կարանք տեսնենք նոր կտակարանի մեջ, այն էլ այս օրերի մեջ, որ 21 օր որոշել ենք ծոմապահության պետքա մոտենանք Տիրոջը։ 21 օր 3 բան պետքա տանք Տիրոջը, մեր թիակը, ծնոտները եւ մեր փորը, սիրելի քույր եղբայրներ։ Այս 3-ի մասին հիմնական կասեմ։ Հիշենք, որ Եբրայեցիների 4-րդ գլուխը մեզ ասում է, որ նոր կտակարանը այսպես ասում. Արդ ունենք երկինքներով անցած մեծ քահանայապետ Հիսուս Քրիստոսին Աստծո որդուն։ Փառքեր Հիսուսին։ Մենք ունենք միակ քահանա երկնքում բարձրյալ քահանան մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ հոր աջ կողմում նստած, ասա է խոսքը ասում։ Նոր կտակարանը մեզ հայտնում է, որ մեր բարձրյալ քահանան Հիսուսն է, եւ կա 3 բան, որ մենք պետք է բերենք նրան՝ թիակը, ծնոտները եւ մեր փորը, սիրելիներ։ Ավելի մանրամասը նայենք սրան այս 21 օրերի մեջ Աստված ուզում է 3 կարևոր բան անենք, սիրելներ, ամեն, սա է Աստծո խոսքը։
Ամենաառաջինը բերեք թիակ, այսինքն ձեր ուսերի մասին է խոսում։ Կենթանու ուսերը, որ պետք է բերեին տային քահանային, բերեք ձեր ուսերը որպես կենթանի զոհ, այսինքն կյանքի բեռների լիակատար հանձնվածություն։ Աստվածաշունչը մենք երբ որ կարդում ենք բեռների մասին, դա միշտ նշում է մարդու ուսերը եւ բեռը մարդու ուսերի վրա։ Ծոմապահության ժամանակ մենք ամբողջովին առանձնանում ենք Աստծու հետ, ամեն 21 օր մենք խոստանում ենք Տեր, որ առանձնանալու ենք քո հետ ու մեր հոգսերը, մեր ցավերը, մեր խնդիրները, ինչ որ մեր կյանքում կա, այդ ամենը բերելու ենք ու տալու ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, մեր քահանային։ Համաձայն եք եկեղեցի։ Պետրոս առաքյալը ասում է առաջի Պետրոս 5:7-ի մեջ. ձեր մեջ ձեր ամբողջ հոգս ասма նրա վրա գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։ Ամենաառաջի բանը, ձեր ուսերի վրայից ձեր հոգսերը գցեք Հիսուս Քրիստոսի վրա։ Կարանք մեր հոգսերը զոհ տանք Հիսուսին։ Հիմա մեր հոգսերը, մեր կյանքի, ինչ որ մեր կյանքի մեջ կա, վստահենք Հիսուսին ու նվիրվենք ամեն բան տանք Հիսուսին, փառքերը Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Ես հիշում եմ 4 տարի առաջ, երբ որ Սաուդյան Արաբիայում էինք, երևի 5 տարի կլի։ Հիմա մենք անապատ էինք գնացել։ Ունդեղ կային շատ ուխտեր, սիրելներ։ Ու այդ ուխտերի հետ հետաքրքիր մի բան էր կատարվում, նրանք նստած էին, բայց երբ որ նրանց ուզում էին ոտքի կանգնացնեն, շատ զորով էին բարձրանում։ Եվ հովիվներից մեկը մի հետաքրքիր բան ասեց այդ ժամանակ, ասեց. գիտեք ուխտերի համար ինչն է շատ դժվար։ Նրանք որ նստած են, նստած տեղից ծնկի նորից ոտքի կանգնեն, իրենց ծնկները իրենց թույլ մասն է։ Ուրեմն ուխտերը ավելի շատ նրանք ընտրում են, որ հազարավոր կիլոմետրներ քայլեն, քան թե մեկ անգամ նրանք ուղակի ծնկի գան եւ իրենց բեռը իրենց վրայից գցեն։ Ավելի շատ նրանք նախընտրում են, որ բեռներ իրենց վրա լինի, տոննաներով, չգիտեմ ինչքան ծանր բեռներ, նրանք անապատերի մեջ քայլեն ու գնան, բայց նրանք ուղակի մեկ անգամ ծնկի չգան եւ այդ իրենց վրայի բեռը գցեն։ Եվ այս համարը կարդաց այդ հովիվը, որ քրիստոնյաներն էլ շատ ժամանակ, շատ դժվար է մեր համար, որ մենք մեր հոգսերը հանձնվում ենք Հիսուսին ու որոշում ենք կայացնում, որ մեր ուսերի վրայից մեր հոգսերը գցելու ենք Հիսուսի վրա, որովհետև նա կարա մեր հոգսերը կրի, ամեն սիրելի եկեղեցի։ Ծոմապահության ժամանակ ամենամոտը, որ կարաս գաս հենց այդ ծոմապահության ժամանակը, որ քո հոգսը, քո չլուծված կյանքի խնդիրները, դժվարությունները կարաս ամբողջովին գցես Հիսուսի վրա ու դատարկվես ինքդ քեզանից, սիրելի քույրս, եղբայրս։ Մատթեոս 11:28 խոսքի մեջ ասում է. ինձ մոտ եկեք, մեր Տերը, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Հիմա մի բան ասեմ, մեր մեջ կա մեկը, որ հոգս չունի։ Մեկը կա, որ ասում է, ես իմ կյանքիս մեջ ապրում եմ կյանքիս գագաթնակետը, խնդիր ու հոգս չունեմ, ամեն բան լավ է։ Միգուցե քո կյանքի մեջ, բայց ոչ կողքիդ նստածի կամ ընտանիքիդ անդամների ինչ որ մեկի կյանքի մեջ, ամեն սիրելի եկեղեցի։ Ուրեմն մենք մեկս մեկի հոգսեր վերցնենք ու Քրիստոսի վրա գցենք։ Մեր բարձրյալ քահանայի վրա գցենք։ Հավատանք մեր Տերը 21 օրվա մեջ մեր ուսերի վրայից վերցնելու է մեր հոգսը, մեր ցավերը, ու Աստված մեզ տալու է հաղթություն եւ ճեղքումներ, փառքեր Հիսուսին։ Եսայի 58:6-ը հետաքրքիր ասում խոսքը ծոմապահության մասին։ Ահա սա է ծոմը, որին որ ես հավանում եմ։ Ինչ տեսակ ծոմ է Տերը հավանում։ Լուծիր անիրավության կապանքները, արձակիր լծի կապերը եւ ճնշվածներին ազատիր եւ կոտրված ամեն տեսակ լուծ ազատ արձակիր, կոտրիր, փառքեր Հիսուսին, ամեն։ Ծոմապահության ժամանակ հենց լուծը կոտրելը սա է, սիրելներ, հոգսը Տիրոջ վրա գցելը սա է, որ ամեն հոգս, ամեն կապանք, ամեն անհանգստություն, ամեն ճնշվածություն գցում ես Քրիստոսի վրա։ Ամեն բան հավատալով, որ Տերը հոգալու է քո հոգսերը, ամեն սիրելիս, փառքեր Հիսուսին։ Ծոմապահության ժամանակ, սիրելիս, մի հետաքրքիր բան է կատարվում մեր կյանքի մեջ։ Սուրբ Հոգին սկսում է գործել մեր կյանքի մեջ, շատ անհատական, շատ յուրահատուկ ձևով։ Եսայի մարգարեն 10:27-ի մեջ շարունակում է եւ ասում է. «Եվ այն օրը կլինի, որ նրա բեռը կվերցվի քո ուսերից, եւ նրա լուծը քո պարանոցից,
եւ լույսը կկոտրվի օծության պատճառով։ Ամեն սիրելի եկեղեցի։ Ամեն բեռները, ամեն լույսերը կոտրվելու են ինչի պատճառով, օծության պատճառով։ Իսկ երբ Քրիստոսի օծությունը, Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքի մեջ գործում, երբ որ մենք ավելի ենք մոտենում Տիրոջը, երբ որ ավելի ենք մոտենում Տիրոջը ու մեր հոգսերը վստահում ենք Տիրոջը ու գցում ենք Տիրոջ վրա, ասում եմ Տեր, ես էլ չեմ կարող այս հոգսը կրեմ, ես չեմ կարող այս հարցին լուծում տամ, տարիներով սպասել եմ, բայց վերջնական 21 օր եւ Տեր ասում է այս 21 օրվա ժամանակ դու ունենալու ես կտրուկ ճեղքումներ քո կյանքի մեջ։ Միայն թե սիրելի քույրս, եղբայրս, այսօր որոշում կայացրու, ասա ինչ որ մի տեսակ ծոմ եմ պահելու։ Եթե մարմնիդ վրա չզգաս ցավ, մարմնիդ վրա չզգաս ճնշվածություն ծոմի ժամանակ, ուրեմն դա ծոմ չի։ Ամեն սիրելիներ, երրորդ կետի ժամանակ դա կխոսամ։ Նայեք Եսայի մարգարեն ասում է լույսը կկոտրվի, անգլերենի մեջ ասում է destroyed, ոչ թե կկոտրվի, կոտրված բաները նորից կարան վերականգնվեն։ Տեսեք այս մոզեիկը, կոտրված հայլիները նորից վերականգնել են եւ հավաքել են այս գեղեցիկ տեսարանը։ Սիրելիներ, բայց մի բան, որ Աստված վերացնում է, նա երբեք չես կարա հավաքես։ Լույսը ասում է կվերացնի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Օծությունը կոտրում է լույսը, փառքեր Հիսուսին։ Ամենաառաջինը այս 21 օրերի մեջ ես հավատում եմ, որ մենք մեր հոգսերը տալու ենք Տիրոջը։ Չորեքշաբթի օր այսօր այստեղ ունենալու ենք աղոթք, ժամը 7-ին, սիրելի եկեղեցի։ Բերելու ենք աղոթք, բերելու ենք հոգս, բերելու ենք կարիք։ Հավատացեք 20-26 թիվը ինչ որ մեր կյանքի մեջ պակաս է եղել, ինչ բաներ որ թշնամին մեր կյանքից վերցրել է, Աստված կրկնապատիկը մեզ ետ է տալու, ամեն սիրելիներ, փառքեր Հիսուսին։ Տեսեք Աստված պատրաստում է մեզ ավելի մեծ բաների համար, ավելի մեծ արթնության համար։ Բայց դրա համար Աստված ասում է ամենառաջին բանը որ պետք է անես, քո մարմինը որպես կենդանի զոհ պետք է տաս Աստծուն եւ այդ մարմնիդ այդ հոգսը պետք է գցես Աստծո վրա, ամեն, Հիսուսի վրա, փառքեր Հիսուսին։ Երկրորդ ամենակարևոր բանը, որ քահանային մեծ քահանային պետք է բերեին տային, բերեք ասմա ծնոտները որպես կենդանի զոհ, այսպես։ Այսինքն ծնոտը խոսում է երեսի մասին, ամեն։ Բերեք ձեր վիրավորանքները, նախատինքը, լիակատար ներողամտություն ու հանձնվածություն անցյալից, սիրելի քույր եղբայրներ։ Ղուկաս 6:29-ի մեջ մեր Տերը ասաց. «Քո մի երեսին խփողին մյուսն էլ մոտեցրու»։ Սա շատ կարևոր համար է, սիրելիներ։ Ով քո վերարկուն վրայիցդ հանում է, մի արգելիր նրան շապիկդ էլ նրան տուր, սիրելի եկեղեցի, ամեն։ Գիտեք, այս համարի մեջ երկու բան կա կարևոր, որ տեսնում ենք։ Ինչ որ մեկը քո կյանքում մի բան է քեզ հարվածել տվել, քո կյանքի մեջ անարդարությունորեն ինչ որ մի բան արել, երկրորդը ինչ որ մի բան քեզանից վերցրել են։ Երկուսն էլ շատ դժվար է, այս համարը, որ ասում է երեսդ ասում է քեզ խփողին տուր, մյուսն էլ տուր, եւ երկրորդը ասում է եթե վերարկուդ վերցնում են, այսինքն մեր կյանքից բաներ կա, որ վերցրել են, այո, անարդարացիա եղել, ամեն։ Ծոմապահության ժամանակ հենց այս ժամանակա, որ բերում ենք մեր ցավերը, մեր անցյալ, մեր հոգսերը, մեր նախատինքներն ու դժվարությունները, հարաբերություն, անհաջողություններ, ամեն բան տալիս ենք բարձրյալ քահանային էլի։ Ու ասում ենք Տեր, քո արյունով մենք մաքրված ենք։ Քո արյունով բուժիր մեր հիշողությունը, մեր ցավերը, Տեր Աստված, մեզ վերականգնիր, մեր հարաբերությունները, Տեր Աստված, փառքեր Հիսուսին։ Խոսքն ասում է, սիրելի քույր եղբայրներ, գիտեք, որ խաչի ճանապարհը այսպիսի ճանապարհ է։ Խաչը պահանջում է զոհ, ամեն։ Եվ այդ խաչի վրա զոհ եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Մենք այսօր, այսինքն մենք նորից մեր մարմինները չենք զոհելու ինչ որ մեկի փրկության համար, բայց Աստված ասում է քո մարմնի զոհ լինելու է քո անցյալից ազատագրվելը։ Քո մարմնի զոհ լինելու է քո հոգսը Տիրոջ վրա գցելը։ Ամեն սիրելի եկեղեցի։ Ես կարդում եմ մեր Տիրոջ խոսքերը Եսայի 56 ասում է մեր Տերը այսպիսի մի ճանապարհ անցավ, ասում է իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին եւ իմ ծնոտները մորուքս փետողներին։
Իմ երեսը չծածկեցի նախատինքներից ու թքից քույր եղբայրներ ամեն։ Գիտեք ինչն է դժվար քրիստոնյաների կյանքում, երբ որ քրիստոնյան գալիս է մի կետի է հասնում, Աստված սկսում է փոխել մեր կյանք։ Մենք աղոթում ենք ընտանիքի անդամների շատերի փրկության, կյանքի փոխվելու համար, ու Աստված փոխում է մարդկանց, բերում է։ Ու երբ որ գալիս են եկեղեցի, սկսում ենք ուրախանալ, սկսում ենք ցնցալ։ Մեկ է մի քանի ժամանակ անցնում է, սենց մի փոքր բաներ ենք զգում վիրավորվածություն։ Եթե մեկը վերաբերմունքի մի քիչ կոշտ բան է ցույց տալ, ասում ենք, բայց գիտես, մեր ուզածի պես չէր։ Հասկանում ես։ Բայց մոռանում ենք, որ Աստված այդ մարդու կյանքի մեջ ինչեր արել։ Ինչ բեռներ ա վեկալել, որտեղից է այդ մարդուն, ինչ աշխարից, ինչ հոգսերից, ինչ լծի տակից է հանել ու բերել եկեղեցի, սիրելի եկեղեցի, ամեն։ Վիրավորվածությունը սատանայի ամենաառաջի խայծն է, սիրելի եկեղեցի։ Ամենաառաջի խայծը, որ հարվածում է ինձ հիմնականում հավատացյալներին։ Վիրավորվածության խայծը կոտրելու համար աղոթք ու ծոմապահություն Տիրոջը։ Ամեն։ 21 օր մոտենանք Տիրոջը, սիրելներ։ Թող Սուրբ Օքին արթնացնի անուններ, մարդիկ, հարաբերություններ, խնդիրներ։ Մեր սրտի մեջ ուղակի որ քնացրել ենք, սարցրել ենք եւ ասենք Տեր Աստված, մեկ առ մեկ այդ մարդկանց արձակում ենք։ Մեկ առ մեկ այս հոգս, այս լուծը գցում եմ քո վրա, իմ Տեր Հիսուս, որտեվ ուզում եմ ավելի մոտենամ քեզ, ուզում եմ ավելի խորը ճանաչեմ քեզ, ուզում եմ ավելի մեծ հարաբերություն ունենամ քո հետ։ Ու ամեն խոչընդոտներ իմ կյանքից հեռանա Հիսուսի անունով, ամեն, հալելույա։ Փառքեր Հիսուսին։ Հուդան ասում է, երբ որ Հիսուսին եկավ մատնելու, ասում է եկավ եւ նրան համբյուրեց։ Ինչ զգաց մեր Տերը այդ պահը։ Եթե որ նա իր հոգու մեջ տեսնում էր ծնված եկեղեցի, այդ չարչարանքների մեջ։ Այդպես էլ մենք սիրելներ։ Ամեն բան տանք Տիրոջը, մեր կյանքը նվիրվածությամբ, գանք Տիրոջ, ասենք Տեր Աստված, հանձնում եմ քեզ իմ կյանքը։ Ամեն բեռներ Տեր Աստված, այս 21 օրը Տեր Աստված, ինչ որ իմ կյանքի մեջ բեռ հոգս է Տեր Աստված, ֆինանսական ինչ որ կա, ամեն բան գցում եմ քո վրա Տեր Հիսուս Քրիստոս։ Հավատում եմ Փրկիչին, որ դու կարող ես իմ բեռները կրել, իմ ընտանիքի բեռները կրել։ Հավատում եմ, որ դու կարաս օծությամդ կոտրես Տեր Աստված, ամեն լուծ իմ կյանքից Տեր Աստված, փառքերը քեզ Հիսուս։ Փառքերը քեզ Հիսուս։ Եվ երրորդը, սիրելի եկեղեցի, բերեք Ստամոքսը ձեր որպես կենթանի զոհ փորը, ասում այդ կենթանու պետքա բերեին քահանային, այսինքն բերեք ձեր ստամոքսը Տիրոջը, ձեր ախորժակը, ձեր ցանկությունները լիակատար հանձնվածություն Տիրոջը, ամեն։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Ես 3 օր կոֆեն թողել եմ, դա իմ ամենաթույլ մասն է, սիրելներ։ Եթե այս 21 օրվա մեջ մենակ կոֆեն կթողեք, փառք Աստծուն, կոֆեից ազատվեք, ամեն։ 21 օրվա մեջ եթե ծխախոտը կարակ թողեք, ոչ թե կարակ դու կարակ, ասա ես կարամ ծխախոտը թողեմ, ամեն։ 21 օր ծոմապահություն, նախքան սնունդի մասին մտածել, ասա 21 օր ծխախոտը թողել եմ, ամեն բան, թողելու եմ 21 օր ավելի եմ մոտենալու Տիրոջը։ 21 օր ինչ կապվածություն կա, ինչ ախորժակ կա, որ ուղակի մեջը մարմինդ զգում է ու ավելի լավ, ասա հենց այդ մի բանը թողելու եմ, ալկոհոլը թողելու եմ, 21 օր անձի ծոմ եմ պահելու, այսինքն դատը, բամբասանքը, հասկանում ես, այն պահը, որ ուզում ես ինչ-որ մեկի հետ վիրավորանք թողելու եմ 21 օր, 21 օր որ ինձ ցավացրել է այդ մարդը ինչ-որ մի կողմ դեմս գալիս է, հանդիպում է, խանութում միտը տեսնում եմ, մեջս մի բան եմ զգում, 21 օր այդ մարդու մասին չեմ խոսալու, համաձայնեք եկեղեցի։ Այս սա է հենց Տիրոջը մոտենալը, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ 21 օր մոտենալու ենք Տիրոջը։ Ամեն մեկս ինչ-որ մի բան թողելու ենք, սիրելներ։ Ճշմարիտ ծոմապահությունը ոչ թե մեր մարմինը ճնշելն է, այլ այս մարմնի մեջ Տիրոջը վայելելն է։ Ավելի զգալն, ավելի մոտենալն է Տիրոջը, սիրելի եկեղեցի, փառքեր Հիսուսին։ Անկառավարելի ախորժակը բերում է հոգևոր կուրություն, սիրելներ։ Հավատացեք։ Ես ինքս իմ կյանքի մեջ երբ որ գալիս է այս հունվար ամիսը, զգում եմ լուծը վրայիցս դուրս է գալի։ Զգում եմ մի հատ բեռ իմ ուսերի վրայից դուրս գալիս։ 21 օրվա ծոմապահության մեջ միտքս սկսում ավելի ակտիվ գործել։ Ավելի լավ եմ սկսում, ավելի
գիշեր ավելի լավ եմ քնում ծոմապահության ժամանակ։ Գիտեք, ուտելիք այնքան բան անում մեր կյանքի մեջ, որ մենք չենք էլ զգում։ Շատ բաներ կա մեր կյանքի մեջ, որ հենց ուտելիքի արդյունքն է, սիրելիներ, ամեն։ Բայց ուղղակի մի որոշում կայացրա, ասա, նախքան 21 օրվա որոշում, ասա, այսօր որոշում եմ կայացնում Տեր Աստված, որ մոտենալու եմ քեզ ավելի, փառքեր Հիսուսին։ Սաղմոս 106 հետաքրքիր խոսք ասում, սիրելիներ։ Սա երևի մեր համայնքը մենք լավ այս խոսքը կիմանանք։ 90-ականներին, երբ որ մենք Հայաստանում ենք, շատ ահռելի սարսափելի տարիներ է, գիտենք բոլորս։ Մենք 93-ին ենք եկել Ամերիկա։ Գրեթե կարանք ասենք սովի տարիներ լիներ, այսպիսի մի բան։ Բայց Աստված վերցրեց մեր ազգը, բերեց այստեղ։ Այս Քանանի երկիրը ասենք այսպես, այս օրինակով։ Ամեն։ Ինչպես որ Իսրայելին դուրս հանեց անապատից ու բերեց Քանանի երկիր։ Իրենց սրտի ուզածը տվեց, բայց տեսեք խոսքն ինչ ասում Իսրայելին։ Ասում նա իրենց սրտի ուզածը տվեց նրանց եւ ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին։ Ամեն։ Շատ ժամանակ մենք մեր սրտի ուզածները խնդրում ենք Տեր, տուր մեզ ավելին, տուր ավելի մեծ բաներ, տուր մեզ ավելի լավ տարածքներ, բայց դրա հետ մեկտեղ գալիս է ուժասպառություն, ուժաթափություն է գալի, զբաղվածություն է գալի, որտեղ այն բաներն էլ որ Տերը տալիս է, այդ տված բաներն է պետք է խնայես, ամեն, սիրելի եկեղեցի։ Ու շատ ժամանակ ասում եք Տեր Աստված, չգիտեմ, այդ շատի մեջ էլ օրհնություն կա, թե ուղղակի քչի մեջ հավատարիմ լինել ավելի մեծ օրհնությունն է, ամեն, սիրելի եկեղեցի։ Եվ ասում է Աստված նրանց սրտի ուզածը տվեց, բայց ժողովուրդը ապրում էր ուժաթափություն։ Հասկանում եք։ Երբ որ Աստծո ժողովուրդը նորից գալիս էր ծոմ ապահության, նվիրվածության, իրենց կյանքը նորից նվիրում էին Տիրոջը, Աստված նորոգում էր նրանց ուխտը։ Աստված նորոգում էր նրանց պաշտամունքը, նրանց կյանքը, այցելում էր նրանց երեխաներին եւ սերունդներին, սիրելի եկեղեցի, փառքեր Հիսուսին։ Եզեկիել 16-ը շատ հետաքրքիր բան ասում։ Ես այս համարը մի քանի տարի առաջ որ կարդացել եմ, օրինակ Սոդոմ Գոմորի մեղքը մենք միշտ տեսնում ենք միասեռականությունը, ամեն։ Հիշում եք Սոդոմ Գոմորի կյանքը, միասեռականությունը եւ այդ ապականված կյանքը, այդպես ենք մենք նայում։ Բայց Աստծո խոսքը այսպես է ասում, որն էր Սոդոմի եւ Գոմորի մեղքը, սիրելի քույրս եղբայրս։ Նա չի նշում ոչ մի միասեռականություն, ինչ որ պոռնկություն, ինչ որ մի բան սա է ասում։ Սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը, անբարտավանությունը, հացի կշտությունը եւ անհոգ հանգստություն ունեին։ Ամեն։ Դե փորձի 21 օր օրինակն եմ ասում, հաց մի կեր։ Տես մարմինդ ինչքան է ցանկանում այլ բաներ։ Տես մարմինդ ինչքան է մարմինդ ուրիշների դեմ պայքարելուց բացի պայքարելու է ինքդ քո դեմ։ Զգալու ես ներքին հոգևոր պատերազմ, մարմնի պատերազմ, սիրելի քույրս եղբայրս։ Այն բաները, այն ցանկությունները, որ աշխարհի մեջ է, այդ աշխարհի ցանկություններից Աստված քեզ զատելու է եւ կենտրոնացնելու է քեզ քո վրա եւ քո սրտի վրա։ Ես կենթանի օրինակն եմ ասում, 4 թե 5-րդ օրն է ծոմապահության մեջ, ու ինչ որ քայլում եմ աչքս մի հատ sense ուտելիքի վրա է sense բանելում, հասկանում ես, այդ առաջին մի քանի օրը շատ կոֆեի միանգամից sense աչքս, ու միանգամից տեսնում եմ իմ մարմնի ցանկությունը իմ մեջ։ Բայց եթե գնանք մեկ շաբաթ առաջ այդ մարմնի ցանկությունը ես չէի զգում։ Ես ուղղակի սովորական բնազդաբար ելնում էի, կոֆեն պատրաստում էի առավոտը եւ այսպես հոգեվոր պատերազմը, երբ որ Աստծո խոսքը ասում է մենք հոգեվոր պատերազմի մեջ ենք, սիրելի եկեղեցի, մենք իրականում հոգեվոր պատերազմի մեջ ենք, հավատում եք։ Հոգեվոր պատերազմը դու տեսնում ես իրական, որ քո մեջ է։ Մարմինը պատերազմում է հոգու դեմ եւ հոգին մարմնի դեմ։ Շատ եկեղեցիներ ասում են, որ ծոմապահություն պահենք ինչ անենք։ Քրիստոսը արդեն խաչվել է, մահացել է մեր մեղքերի համար եւ մենք ապրում ենք շնորհի դարաշրջան։ Իմ հարցը սա է, սիրելի քույրս եղբայրս։ Մովսեսը ծոմապահություն պահեց։ Աստծո ներկայության մեջ մտավ 40 օր։ Եվ ասում նա չկերավ եւ նա չխմեց։
Մենք կարդում ենք Նեհեմիան, Եզրասը, նրանք ծոմապահություն պահեցին, որպեսզի կարողանան տաճարը եւ քաղաքի պատերը կառուցեն։ Եստեր անցյալ կիրակի մենք խոսացինք, որ ծոմապահություն պահեց, որ Ագագի դեմքը բացվի, այդ խավար ուժերը, որ դուրս են եկել իր ազգի դեմ, ամեն սիրելի եկեղեցի։ Մեր Տերը, մեր Փրկիչը անգամ ինքը մարմնի մեջ, ասում է, Սուրբ Հոգուց առաջնորդված գնաց անապատը 40 օր ծոմ պահեց։ Եվ 40 օր հետո Սուրբ Հոգին ասում է նրան զորացրած անապատից դուրս եկավ մտավ հրաշքներ սկսեց։ Իր ծառայությունը անգամ նա ծոմապահությամբ սկսեց, սիրելի եկեղեցի, ամեն։ Պողոս առաքյալը խոսում է ծոմապահության մասին, որ նա բազմիցս անգամներ իր չարչարանքների մեջ որոշում էր կայացրել ծոմապահության մեջ լինել, եւ նրա ծոմապահության արդյունքը այսօր մենք ենք եւ սերմանված եկեղեցիներն են, սիրելի եկեղեցի։ Գործք առաքելոց 13-ի մեջ կարդում ենք, որ եկեղեցին միաբան հավաքվում են Անտիոքի եկեղեցին եւ ծոմապահություն են պահում եւ ասում են Սուրբ Հոգի, ում ուղարկենք, ում կուղարկես միսիայի առաքելության։ Եվ ասում է ուղարկեք Բարնաբասին եւ Պողոսին։ Սա ամենը ծոմապահության արդյունքն է եղել, սիրելի եկեղեցի։ 21-րդ դարի եկեղեցին ապրում է նույն այս խոսքերը։ Նա իրենց ուզածը տվեց նրանց եւ ուժաթափության ուղարկեց նրանց անձերին։ Ուժաթափված, թուլացած, բայց ամեն ինչ կա։ Այս առատ, այս բարգավաճ երկրի մեջ ամեն ինչ կա, բացի սիրելի քույրս եղբայրս մեկ բանից, Տեր ծոմապահություն են պահելու այսօր։ Որոշում եմ կայացնելու մտնեմ քո ներկայության մեջ, որոշում եմ կայացնելու, որ քո արքայության գործն եմ անելու, քո կամքն եմ կատարելու, սիրելի Հիսուս։ Ուզում եմ ավելի մոտենամ քեզ։ Մատթեոս ավետարանի մեջ 3 անգամ Տերն ասում է. երբ աղոտ կանեք, երբ ձեր զոհաբերությունները տաք, երբ ծոմ պահեք, ամեն, փաստորեն ծոմապահությունը անհրաժեշտ է, սիրելի քույրս եղբայրս, մեր Տերը ասաց, եւ շատ ժամանակ մենք կարդում ենք անգամ առակներ, որ խոսում է դրա մասին, մենք կարդում ենք հրաշքներ, որ ասեց, նման հրաշքը չի կարա գործի, եթե ոչ միայն աղոթքով եւ ծոմապահությամբ, սիրելի եկեղեցի, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Խնդրում եմ Տեր Հիսուս, այսօր գործիր մեր մեջ, սիրելի եկեղեցի։ Իմ սրտի խնդրանքն է, որ այս 21 օրերը Հակոբոս 4:7-ը հռչակենք։ Արդ հնազանդվեցեք Աստծուն, դիմադրեք սատանային ու նա ձեզանից կփախչի։ Մենք անցյալ կիրակի կարդացինք այս համարները եւ ասացինք Տեր, ամենայն հնազանդությամբ Տեր գալիս եմ քո առաջ Տեր։ Իմ մարմինս բերելու եմ քեզ կենթանի զոհ Տեր Աստված։ Ոչ թե միտքս, իմ մարմինս։ Պողոս առաքյալն ասում է մեր մտքի նորոգությամբ մենք պետք է ապրենք։ Սիրելի եկեղեցի, մտքի նորոգությամբ, բայց մեր մարմինը պետք է բերենք Աստծուն կենթանի զոհ։ Տեր այսօր ուզում է, որ մեր մարմինը բերենք Տիրոջը որպես կենթանի զոհ։ Փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս։ Փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս։ 3 բան սիրելի քույրս եղբայրս։ 3 կարևոր բան մեր հոգսերը տանք Տիրոջը։ Այսօր եթե կյանքիդ մեջ ունես հոգս, խնդիրներ ունես, ուրեմն այս սեզոնը քո համար է։ Բերենք սիրելի եկեղեցի մեր վիրավորվածությունը, մեր անցյալի խնդիրները։ Գիտես, երբ որ դու մեկին ներում ես, դու ինքդ քեզ ես արձակում։ Դու ինքդ քեզ այդ շղթաներից, դու ինքդ քեզ թույլ ես տալի, որ դու ազատվես, սիրելի եկեղեցի։ Այսօր աղոթք կսա, որ Աստված իր սուրբ արյունով հպվի մեր հիշողությանը, Հիսուսի արյունը մաքրում է եւ ծածկում է ամեն մեղք, ամեն անցյալից, սիրելի եկեղեցի։ Այսօր ասա վստահում եմ քեզ իմ քահանա, իմ բարձրյալ քահանա Հիսուս։
Այսօր բերելու եմ իմ ամեն հոգսերս քո վրա գցեմ, այս լուծը կոտրիր, այս հոգսի լուծը կոտրիր իմ վրայից։ Բայց Տերը մեկ բան ասում, մոտեցիր ինձ, ձեր հոգսերը գցեցեք իմ վրա և ես կկրեմ, ձեր ամեն վիրավորանքները գցեք իմ վրա և ես կհատուցեմ սիրելի եկեղեցի։ Մեր Տերը հատուցող Աստված է, բայց նա սիրող Աստված է։ Խոսքն ասում է, որ նա չի ուզում ամբարիշտի կորուստը, նա սպասում է, որ ամեն մարդ ապաշխարի և գա այս շնորհի փրկությունը ընդունի իր կյանքի մեջ։ Միգուցե այսօր քո վկայությունը կլինի այդ, որ Տեր Աստված, այո, իմ վկայությունը սա է, որ ես իմ անցյալը թողել եմ, ներել եմ, ազատ եմ արձակել ամեն բան իմ կյանքից, կատարելապես Հիսուսի անունով, փառքեր Հիսուսին։ Եվ Տեր Աստված, ամենակարևորը, Տեր Աստված, տալիս ենք քեզ մեր ստամոքսը, մեր փորը, տալիս ենք մեր ցանկությունները, Տեր Աստված, տալիս ենք քեզ, Տեր Աստված, ամեն ինչ, որ մեր մեջ գրգռում է, Տեր Աստված, ինչ ցանկություններ կան, Տեր Աստված, մեր կյանքի մեջ, մեր աչքի ցանկությունը, ապա կյանքի ամարտավանություն, ամեն բան տալիս ենք քեզ, Տեր Հիսուս։ Հայր, ես խնդրում եմ արթնություն բեր, Տեր, այս 21 օրերի մեջ, Տեր Աստված, բեր լիակատար հանձնվածություն այս եկեղեցու մեջ, Տեր Հիսուս։ Հայր, մենք հոգնել ենք, Տեր Աստված, ուղղակի այս աշխարհի հոգսերը մեր վրա վերցնելով, Տեր Աստված։ Այսօր ժամանակն է, որ մեր եսը խաչվի, սիրելի եկեղեցի։ Իմ եսը խաչվելու է, ասա, իմ եսը, դա Աստված կենդանի զոհուզում է, այո, մեր եսը։ Եթե մեր ինքնասիրությանն են կպել, ինչ որ բան են ասել մեր եսի դեմ, ասա, այո, ես, խոնարհվիր Հիսուսի առաջ, հալելույա, փառք ես Հիսուս։ Տերը գործում է, սիրելի եկեղեցի։ Ես հավատում եմ, որ Աստված պետք է բերի արթնություն, այն արթնությունը, որ գալու է այս 2026 թիվը, Աստված պատրաստում է իր գերբնական եկեղեցին, գալիք փորձություններին և գալիք փառքի համար, հալելույա, հալելույա Տերս, հալելույա Տերս, այցելիր Հիսուս, այցելիր մեզ Հիսուս, մենք ծառավ ենք քեզ Հիսուս, մենք կարոտ ենք քեզ Հիսուս, Տեր դու իմ հացն ես Տեր, քո խոսքն ասում է մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով Տեր Աստված։ Հայր, այսօր համոզիր Տեր, ամեն մի այստեղ նստած քո զավակին Տեր, համոզիր, որ դա հնարավոր է, համոզիր, որ միայն մարդ հացով չի կարող ապրի, համոզիր Տեր, որ շատ հիվանդություններ ու ախտեր կան մեր մարմնի մեջ, որ ուղղակի այո կապված են ուտելիքի հետ, կապված են մարմնի ու կյանքի աշխարհի հետ, Տեր Աստված։ Փառքեր է քեզ Հիսուս։ Դատարկվելու ենք Տեր մենք ինքներս մեզանից, դատարկվելու ենք աշխարհից, աշխարհի ցանկություններից։ Տեր, ես խնդրում եմ այն ընտանիքների մեջ, Տեր, որ ուղղակի շատ դժվար են բերում իրենց հոգսերը քո վրա գցելու համար։ Տեր, օգնիր Տեր Աստված։ Օգնիր Տեր Աստված, social media-ի այդ հոգսը գցենք քո վրա, Տեր Աստված, այդ կապվածությունները, Տեր, որ ավելի շատ ժամանակ ենք տալիս աշխարհի հետ շփվելու, աշխարհից առնելու, սնվելու, քան թե քո խոսքը մեր մեջ ընդունելու եւ պահելու, Տեր Աստված։ Հայր, ես խնդրում եմ, Տեր, բեր արթնություն քո եկեղեցու մեջ, Տեր, բեր արթնություն, Տեր Աստված, կատարյալ հանձնվածություն, Արթնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային, այս է հոգևոր պատերազմն է մեր կյանքի մեջ, ու նա ձեզանից կփախչի, ետիցս գնա սատանա, մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ, մեղավորներ, մաքրեք ձեր ձեռքերը, մաքրեք ձեր սրտերը, հալելույա, Տեր Աստված, այո, այսօր Տեր Աստված, մեր ձեռքերը և մեր ներսի մարդը բարձրացնում են քեզ, Տեր Աստված, բարձրացնում են քեզ, Տեր Հիսուս, գործիր այս եկեղեցու մեջ, Տեր Աստված, անսահման գործիր, Տեր, թող քո կրակը թափվի այստեղ, թող քո կրակը, Սուրբ Հոգու կրակը բորբոքի մեր սրտերի մեջ, Տեր Աստված, և մենք տեսնենք, Տեր, տեսնենք կատարյալ լուծի կոտրում, սիգարետը,
կոտրվում է մեր կյանքի մեջ։ Ալկոհոլը կոտրվում է մեր կյանքի մեջից։ Ուղղակի Տեր Աստված օգնիր Տեր։ Ինչ կապվածություններ կան, դատ, բամբասան, խոս, ամեն բան կոտրվում է մեր կյանքի մեջից Տեր։ Այս ամեն բաները գցում ենք քո ուսերի վրա բարձրյալ քահանա, տալիս ենք քեզ մեր քահանա։ Դու ասացիր, ձեր մարմինները կենդանի զոհ բերեք Աստծուն, եւ դա է ընդունելի պաշտամունքը այսօր Տեր Աստված։ Բերում ենք մեր մարմինը, բերում ենք այո մեր ուսերը, բերում ենք մեր վիրավորվածությունը, մեր երեսը, բերում ենք մեր ախորժակը քեզ, գցում ենք քո վրա Տեր Հիսուս Քրիստոս, փառքերը քեզ, սիրելի Հիսուս։ Տեր, ես խնդրում եմ Տեր մեկ բան այսօր Տեր, խնդրում եմ Տեր ուժաթափությունից ազատիր մեզ, ուժաթափությունից ազատիր, ուժ տուր, զորություն, ուժ ու զորություն տուր Տեր, հալելույա Տեր, թող մեր ներսի մարդը զորանա Տեր, ես խնդրում եմ Տեր այսօր, այս 21 օրվա ծոմապահության մեջ ծնվեն վկայություններ, ծնվեն տեսիլքներ, ծնվեն երազներ, ծնվեն մարգարեություններ եւ արթնություն, ծնվի խոսքը նորից գա Տեր Հիսուս Քրիստոսի եւ հայտության գիրկն ասում է Տերը քայլում է մեր մեջ։ Սիրելի եկեղեցի, եթե կարող եք, ովքեր կարող եք ոտքի կանգնենք, Տերը քայլում է մեր մեջ, նա մեր մեջ է, նա մեր մեջ գործում է, հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Հայր, այսօր ես խնդրում եմ այն նույն խոսքը, որ Հովանես Մկրտիչը ասեց, որ ժամանակն է, որ ես իջնեմ եւ Քրիստոսը բարձրանա։ Ժամանակն է, որ իմ մարմինը իջնի եւ Քրիստոսը փառավորվի, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, հալելույա Տեր, փառքերը քեզ Հիսուս։ Հայր ուժ ու կարողություն տուր իմ քույր եղբայրներին, որ նրանք ուղղակի Տեր Աստված միգուցե օրվա մեջ 5 ժամ ծոմի մեջ մտնեն, 6 ժամ, միգուցե արևածագից արևմուտք Տեր Աստված, բայց լինի այդ որոշումը այսօր, եւ մենք ասելու ենք ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտում, ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտում եկեղեցի, մենք տեսնելու ենք այդ արտության կրակը մեր մեջ, մեր ամայնքի մեջ, հալելույա, փառքերը Հիսուսին, հալելույա, փառքերը Հիսուսին, փառքերը Հիսուսին, փառքերը Հիսուսին, փառքերը Հիսուսին, հալելույա Տերս, փառքերը քեզ Հիսուս։